Ես արդեն տանն եմ, կարակ ինձ չլեք։ Ռուզան հաց բեր ուտեմ։ Գառնիկ ջան, կեր։ Այս խաչապուրին իմ սեփական ձեռքերով եմ պատրաստել։ Յախք, իսկ ես տանը կա բան, որ դու քո սեփական ձեռքերով չես պատրաստել։ Չէ, չկա։ Իսկ տանը ալուր կա։ Հա, ինչ ես ուզում թխեմ։ Ռուզան հանկարծ մատով չկպնես այդ ալուրին։ Դու բեր ես հենց այտենց կուտեմ այդ ալուրը։ Եվ ես հայտարարում եմ, որ այս փուլում Եվրատեսիլ թիմը կարողացավ վաստակել 2 միավոր։ Գառնիկ, մի օր չեղավ երեկոյան ինձ տեղ տանես։ Արի այսօր գնանք կինո։ Ռուզան, դու չգիտես, որ ես չեմ սիրում կինոթատրոնում կինո նայել։ Նախնդը պուլ չկա, որ ալիքները փոխես։ Երկրորդ էլ գովաս չկա։ Ավելի լավ որ գովաս չկա։ Ի՞նչն է լավ։ Բայց դու քարան երբ գնամ։ Լավ դե արի գնանք թանգարան։ Ռուզան, ես քո հետ էլ երբեք թանգարան չեմ գնալու։ Ինչի։ Անցած տարի չես հիշում թանգարանում ընենց թքոտ փռշտացիր Այվազովսկու Թոթորկոծով նկարի վրա, որ ծովի մակարդակը 20 սանտիմետրով բարձրացավ։ Լավ գոնե արի թատրոն գնանք։ Թատրոն էլ քո հետ չեմ գնալու։ Թատրոն ինչի չես գա։ Անցած անգամ ներկայացման ժամանակ հեռախոսով այնպես բարձր էր խոսում, որ Օթելոն Դեզդեմոնայի փոխարեն քեզ էր ուզում խեղդել։ Բարև հարևաններ։ Արես դուրն էլ արդեն չես ծեծում։ Կարող է ես ու կնիկս իրար գրկած ձիվանի վրա շուռումուռ էինք գալիս։ Գառնիկ, ինչի ես քեզ նոր եմ ճանաչում։ Երբ դու գործից ես գալիս, դու այդ տեսակ բաների հավես չունես։ Ճիշտ ասում է։ Իսկ գիտես ինչի հավես ունես։ Շատ համով թխվածքի։ Տարամ։ Էդ էլա ճիշտ ասում։ Մալադեց Ալիկ ջան։ Իմ սեփական ձեռքերով եմ պատրաստել։ Այո։ Ես ինչ համով է։ Ալիկ կարաս ձեռքերովդ Ռուզանի հետ փոխվես։ Ինչը ի, սովորի։ Այսքան կնիկը սենց պետք է լինի։ Ռուզան տուր մի բան ուտեմ գնամ գործի։ Այս մեկա թափելու եմ, բայց եթե ուզում ես կեր։ Կարող է գիտես աղբաման եմ։ Պապ, գիտես չէ, Հելոուինի ենք պատրաստվում։ Հելոուինը ով է։ Էդի մի հատ նենց օր է, որ դժողքի դռները բացվում է ու չար հոգիները լցվում են երկիր։ Սատանեկի անկախության օրն է։ Մինչև վերջ լիսի, պապ։ Մարդիկ ըստ ավանդույթի պետքա վախենալու շորեր հագնեն, իրար վախացնելով չար հոգիներին քշեն։ Ճիշտ կլինի դու էլ մասնակցես, քանի որ ըստ լեգենդի ասվում է, եթե չես վախացնում, չար հոգիները քեզ տանում են դժողք։ Մարի ջան, ես արդեն 20 տարի է ձեր հետ եմ ապրում։ Ինձ դժողքով չես վախացնի։ Ես չվախեցաք։ Լավ, ես էի իրի գունը վախենալու շորերս կհակնեմ, սաղիդ նենց կվախացնեմ, տակներդ կանեք։ Էս վերջացրեցի, էլի կա դդում։ Չէ, չկա։ Ոչ չկա։ Բայց սրա գլուխը ինչ է։ Սրամի տերձյաց։ Բա! Ես էլի չվախեցաք։ Բայց մեկը սաղիդ վախացնելու եմ։ Բարև ձեզ, որ խնդրեմ, այս 20,000-անից կմանրեք։ Մենք կասեր մանր չունենք։ Լավ էլի, շատ եմ խնդրում, մի բան արեք էլի։
Տիկին ջան, մորքուր ջան, տատի ջան, որ տարիքը չգիտեմ, չեմ կողնորոշում, ոնց դիմեմ էլի։ Ասում եմ մանր չկա։ Կարող գիտեք չենջա։ Բարև ձեզ։ Որ շատ խնդրեմ ես 20,000 դրամը կմանրեք։ Իհարկե։ Իսկ ձեզ ոնց հարմար մանրեմ 5000-ներով, 1000-ներով, 500-ներով, 200-ներով, 100-ներով, 50-ներով։ Հազարներով լավ է։ Համեցեք։ Բայց շատ շնորհակալություն։ Էդ ես եմ շնորհակալ։ Միշտ համեցեք, մեր կասայում միշտ էլ մանր կա։ Բռնվեցիր, բասում ես մանր չունենք, տհող եմ ես քո գլուխը, հա։ Ասում էի, չէ՞ մամ, տուրից ես ավելի արագ կմանրեմ։ Էլ չգաք ստեղ։ Այս ձեր համար չես չի։ Կապլան է։ Բարև, Գառնիկ։ Հաջող Ռուզա։ Լավն է Հելոուինից կերպարը։ Դեմքս վախենալու է, հա։ Ռուզան, դու առանց դիմակի ավելի վախենալու ես։ Լավ էլի Գառնիկ։ Ինչ իրար ճանաչում ենք, մի օր չեղավ լավ տրամադրություն ունենաս։ Այ որ իրար չճանաչեինք, ես շատ լավ տրամադրություն կունենայի։ Էսով է։ Որ ասեմ տատս է, կհավատաս։ Քեզ շատ չկա, կարող է գնացել ես գերեզմանը փորել ես, բերել դրել ես տեղ։ Գառնիկ, բայց դու ինչ անհավես մարդ ես։ Ես օտարամոլ տոներ չեմ ընդունում։ Ես ամերիկացի քիչ բերին կապին ջաններիս։ Պա, թե չէ հայկական տոներին մասնակցում ես։ Հա, ես Վարդավառին մասնակցել եմ։ Մասնակցել ես։ Չես հիշում, որ վեդրոյով խփեցիր Ալիկի գլխին, գլխից արյուն էր գալիս։ Բա դրան 1000 անգամ ասի չջրես, թե չէ վեդրոն կտամ գլխիդ։ Սիրունա կերպարս։ Հեսի չա վիճակը տաղջի։ Հայտնի հերոս է, պապ։ Մարի, հերոսը Սասունցի Դավիթն է։ Պապ, այս կոմիքսի հերոս է։ Եթե շորերդ հենց հիմա չփոխես, հերոսաբար կզոհվես։ Մամ, ասա պապային։ Հանգիստ թող հա երեխուն։ Վահուկի ասածը իմ համար ասնավանի չի։ Ես էլի չվախեցար։ Լավ էլ դուխով ես ձյաց։ Սոված կլինես, պապ ջան, համով բան կա սրա մեջ, վերցրու, կեր։ Էլի չվախեցար։ Ամոթա, մեծ մարդ ես։ Չնայած որ աստեղ մեծ։ Չնայած որ աստեղ մարդ։ Փոխում եմ սարդերից։ Լավ ես գնացի։ Բա! Ազատ, դու չես հասկանում, որ քո այս հիմարությունները ոչ մեկին չես բախացնի։ Պապ, քո համար էլ եմ դիմակ սարքել։ Ինչ դիմակ։ Աշխարհի ամենավախենալու ու զարհուրելի դիմակը։ Սպասի ցույց տամ։ Ռուզան ուտելու բան տուր։ Տելևիզորի պուլտը ուրա։ Ես արդեն տանն եմ, կարակ ինձ սպանեք։ Լավն է, չէ՞։ Ար մարդկանց կվախցնես։ Հա, ասում եմ հականջի հետև եմ գցում։ Մի հատ դնթեի տես պետք է անեմ։ Վերջը տենամ ես անասուն եմ տաղենա թե չէ։
Վիլեն։ Ես ինչ ես հակել։ Գնալը փոխվի։ Ես կտամ գլխի։ Էս ինչա վիճակդ։ Սիրունա չէ։ Պաների կոստյում եմ հակել։ Աննորմալ։ Կծես մի հատ պաներից։ Ոչ խարես Վիլեն։ Չէ, ոչխարի չի, հոլանդական պանիր է։ Վիլեն ինչի համար ես եկել։ Գիտես չէ, քո համար էլ հացի կոստյում եմ պատվիրել։ Արի գնանք հակի, որ միասին լինենք հաց ու պանիր։ Էլ մի լոճվի Վիլեն։ Կգաս այսօր իրար հետ գնանք փարթի։ Չէ, չեմ գա։ Լավ էլի շատ եմ խնդրում։ Վիլեն, մի քիչ էլ երկարացնես։ Կգնամ քերիչը կբերեմ ու կծյորկեմ քեզ։ Էս ինչ հոտ ա գալի վրիցդ։ Աղաջրի։ Ինչ աղաջուր։ Մի ամիս առաջ կոստյումս աղաջուր եմ դրել, որ ավելի բնական լինի։ Ապուշ։ Եկեք վախենալու պատմություններ պատմենք։ Առաջինը ես եմ պատմում։ Մի անգամ գիշերով գնացել էի գերեզմաններ։ Գնում եմ, հանկարծակի հետևիցս ոտքի ձայներ լսեցի։ Բա հետո Արագ հետ թեքվեցի, տենա մեկը դանակով կանգնած է։ Ուզեցա փախնեմ, ինքը դանակը շպրտեց վրես։ Դանակը տնգվեց ուսիս մեջ։ Ես արագ դանակը հանեցի, շպրտեցի իրա վրա ու փախա տեղից։ չեք հավատում։ Լուրջ եմ ասում, դանակի հետքը մինչև հիմա ուսիս վրա է։ Եկեք ցույց տամ։ Բարո ձեզ տղեկ։ Ես սովա։ Կռնատ աղջիկն եմ։ Կռնատ աղջիկը չի, կացին աղբերը սա։ Էս բան չեք անում։ Վախենալու պատմություններ ենք պատմում։ Լուրջ։ Դզեց։ Ուզում եք ես էլ պատմեմ։ Հա։ Դե լսեք։ Մի անգամ շատ մութ գիշեր էր։ Ես միայնակ վերադառնում էի տուն։ Մեկ էլ հանկարծ sense ձեն եմ լսում։ Ազատ։ 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 Նայում եմ վերև, տեսնում եմ մի հատ ջադու պարավ ջուր ա լցնում վրես։ Ու այդ պահին զարթնում եմ ու տեսնում եմ ինչ, որ ճիշիկ եմ արել տակս։ Վախից տակները տարեիք։ Ազատ, այս պատմության մեջ միակ մարդով տակն արել, այդ դու ես։ Պապ, հելա արի։ Ես իմ սարկած դիմակն ես հակել։ Ազատ յանտուր։ Պապ, մի հատ վախենալու պատմություն կպատմես։ Չէ, Լևոն, հավես չունեմ։ Լավ էլի գարնիկ ձեզ շատ ենք խնդրում։ Լավ, լսեք։ Դուք ուզեցիք։ Ուրեմն մի անգամ։ Տղեկ, կանգնեք։ Լավ էլի, պապ, ինչ արեցիր։ Դուք չուզեցիք, որ վախենալու պատմություն պատմեմ։ Հա, մենք ուզեցինք, բայց պարտադիր չէր քո ու մամայի կենցաղային պրոբլեմները պատմեիր։ Ես մի բան եմ ուզում ձեզ հարց։ Վայ, բաբաչան։ Տեսար, որ վերջի կարացակ ես վաղցնեմ։ Բա որ ասում էի։ Ես չեմ կարող բոլորը հասնում։ Ելովա ուզում իշտի այստեղ, հա։ Սրանից ազատվելու ուրիշ տարբերակ չկար։ Այսօր առավոտյանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել շատ վտանգավոր հանցագործ Կարեն Բադալյանը։ Այս տղամարդուն տեսնողներին խնդրում ենք անհապաղ ահազանգել ոստիկանական բաժանմունք։ Դուրը բաց է։ Ուրիշ ասելու բան ունես, Ալիկ։ Ոնց իմացար, որ ես եմ։
Ես գժերին ճանաչելու մեծ փորձ ունեմ։ Գառնիկ, ինչի չես կերպարանափոխվում։ Միթե չկա այնպիսի մի կերպար, որ կուզենաս դառնալ։ Չէ, չկա։ Չնայած կա մի հատ։ Ձիվանին հանգիստ նստած մարդու կերպար։ Էս ով է։ Հանգստացի Ռուզանի տատնա։ Բարև ձեզ։ Բարև Ալի։ Ռուզան։ Էս ինչ վախենալու կերպար ես ընտրել։ Սպասիր, ես էլ քեզ վախեցնեմ։ Ես ձեզ հայասողի ինչն եմ ասեք։ Ռուզան, առաջարկում եմ բոլորս միասին գնանք մեր տանը նշենք Հելոուինը։ Օխ, ինչով է սա։ Մարի, Ազատ, Լևոն։ Երեխեք, գնում ենք Ալիկ ջաջայից տուն։ Գառնիկ, արի բոլորս միասին գնանք, կուրախանանք։ Դու գնացեք, ես ավելի շատ կուրախանամ։ Ալիկ ջա, որ խնդրեմ բերանից կփակեք փռշտամ ձեռներս մոտես չէ։ Այո, իհարկե։ Գառնիկ, քարը փեշիցը թափի, արի գնանք։ Ալիկ, հեսա փեշից քարը կտամ գլխիդ։ Հասկացա։ Գնացինք։ Ես ինչ հոգնած եմ ես։ Շարժվես արա։ Ես այնքան հոգնած եմ, որ խնդրես էլ չեմ շարժվի։ Հենց հիմա շորերդ հանի։ Ալարում եմ։ Ասում եմ հանի։ Քեզ պետքա դու հանի։ Ձերքերդ բարձրացրա վերև։ Զգուշացնեմ, որ Սարոշկեն վերջի անգամ 4 տարի առաջ է լվացվել։ Ձենը։ Հիմա շալվարդ։ Խնդրեմ։ Բայց զգուշացնեմ, որ շալվարն էլ առանձնակի թարմությամբ աչքի չի ընկնում։ Սով այս անգելը։ Ես ինչ դիմակա, ես էլ եմ հետը ստանում։ Բարով մաշես։ Ապեր։ Ասա։ Միջև գնալդ, որ խնդրեմ մի հատ կուխնյայից սառը ջուր չես բերի։ Գյուժվել ես արա։ Արա ես են հանցագործը չի որ բանդից փախել էր։ Ես էլ ասեմ դեմքը որտեղից է ծանոթ։ Արտակարգ դեպք Երևանում։ Երեք գիշերը Երևանյան բանկերից մեկում տեղի է ունեցել կողոպուտ։ Ձեզ ենք ներկայացնում հանցագործի լուսանկարը, որը ֆիքսել է բանկի տեսանկարահանող սարքը։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել մոտակա ոստիկանության բաժանմունք։ Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը ապահովում ենք։ Նաև խոստանում ենք դրամական խոշոր պարգև։ Խոշոր դրամական պարգև։ Ալո, բարև ձեզ ոստիկանությունն է։ Դզեց։ Եմ բանկի թալանողի տեղը որ ասեմ, ինչքան փող եք տալիս։ Դզեց։ Դե հարակ եկեք բզնունյաս 17, ես ձեզ կդիմավորեմ։
Դու հանգիստ քնի, պապ ջան։